ունեցեք։ Նախ մի ռեպլիկ ատոմակայանի մասով 87-88 թվականներին որ ասացի որ Սիլվա Կապուտիկյանը Դեմիրճյանը վերանորոգել են որ չէ ոչ մի տես բան են ժամանակ թեթև ընթացիկ բաներ են եղել դες բան չի եղել ատոմակայանը վերականգնվել է գործարկումից առաջ 93-95 թվականին կատարվել է 4 բան որը ատոմակայանը դարձել է անվտանգ առաջին մենք Խետներնես հասերի հետ չէին կերել էլի, որ ատոմական վերագործարկեինք առաջին անգամ աշխարհում, ինչպես ասում է Միխայլովը, առաջին, մեր ատոմակայանի ռեակտորը VVR 440 է, որը ջրով է հովացվում, ի տարբերություն Չեռնոբիլի, որը օդով է հովացվում, բացառվում է մեր ատոմակայանի պայթյունը և բացառվում է ռադիացիան ինքը ջրով է 30 մետր գետնի տակ երկրորդ որպեսզի ջրով հովացումը անխափան լինի մինչև առաջին ատոմակայանը մինչև վերանորոգել է 93 թվականին հովացվում էր սև ջրի ջրով այդտեղ կառուցվել է հսկայական բասեին ջուրը որ հանկարծ եթե էլեկտրաէներգիա անջատման պատճառով պոմպերով ջուրը չլցնենք ռեակտորների վրա այդ բասեինը թողել ենք ռեակտորների վրա երրորդ Ատոմակայանը անցկացվել է երկրորդ կաբելային տնտեսությունը առաջին կաբելային տնտեսությունից անկախ երբեք հնարավոր գիտեք ատոմակայանները ոչ միայն էլեկտրաէներգիա են արտադրում այլ էլեկտրաէներգիայի խոշոր սպառող են որպեսզի հանկարծ այնտեղ հրդեհի պատճառով որևէ բան տեղի չունենա եւ վերջապես չորրորդը կառուցվել է ժամանակակից միջուկային թափոնների գերեզման Միջուկային թափոնները ատոմակայանից չեն տարվել սկսած 1974 թվականից ոչ Ադրբեջանը դեռ խորհրդային միության բանում անդամ լինելով ոչ Վրաստանը թույլ չեն տալի թափոնները մենք տանեինք Ռուսաստան եւ թափոնները պահվել են ատոմակայանում 74 թվականից սկզբից մի քանի գնասկակազմ տարել են 74 թվականից ատոմակայանի տարածքում գտնվող բորափետվով լցված լողավազանում Մենք այդ թափոնները, այդ տվելները լողավազանից հանել ենք և տեղադրել ենք գերեզմանացում, սովորական գերեզման է ֆրանսիական տեխնոլոգիայով, որտեղ բետոնին խառնված է կապար, որը մի 30-40 տարի չի ճառագայթի, եթե 30-40 տարի, այսինքն սկսած հիմիկվանից նորից սկսի ճառագայթել, այդ կապ բետոնից բաները, բլոկները նոր բետոնի մեջ պետք է լցնել։ Միջուկային Աշխարհը գնում է պայքարի, Հայաստանը արժի $15 միլիարդ, մենք $15 միլիարդ ռեսուրս ունենք, հիմնականը բղինձ ու մոլիբդեն, Վրաստանը ունի 45, Ադրբեջանը 500, Ուկրաինան 9.5 տրիլիոն, ԱՄՆ-ն ունի 45, գրավելով Ալբերտան և գրավելով Գրենլանդիան, 45-ը դարձնում է 80, Ռուսաստանից անցնում է, 50 տարի հետո իրար մորթելու են ամեն ռեսուրսի դեմ, 100 տարի հետո պիտի սկսվեն մշտական պատերազմները, որովհետև երկրագնդի բնակչությունը 8-9-10-12 միլիարդին չի դիմանում, պետք է միլիարդավոր զով են։ Մի քիչ առաջ նայենք, այն ապագայից գանք ստեղ։ Ու իսկ ում է պետք Հայաստանը։ Միայն գլխացավանք։ Նշանակում է դա, որ Հայաստանը արժեք չունի, չէ, ունի որոշ երկրների համար։ Օրինակ Ռուսաստանի համար Հայաստանը արժեք ունի, որովհետև իր գոյությունը թույլ չի տալիս թուրքական աշխարհը միավորվի։ Թուրքերի համար էլ Հայաստանը արժեք ունի, որովհետև խանգարում է, որ միավորվեն։ Ինչ արժեք ունի Հայաստանը Եվրամիության համար, նա սատկելու է 10 տարի հետո։ Ռեսուրս չկա։ Ուզում էին Ուկրաինան խապեն գրավեն 9 տրիլիոն ռեսուրս, դրա կեսը գրավել են ռուսները, այդ հիմնականում թերթակարային գազը գտնվում է արևելյան Ուկրաինայում, մյուս կեսն էլ ամերիկացիք վերցրին։ Ինչ պիտի անեն Եվրոպան։ 20 տարի առաջ Եվրոպան մեկ շնչին ընկնողը նաև առաջ էր Ամերիկայից, հիմա երկու անգամ հետա, օրեցօր հետա ընկնում։ Չի կարում տնտեսություն աճացնի, կես տոկոսից ավել, կես տոկոս դրական աճ կա, լավ է։ Իսկ Ամերիկան աճում է 2.5%։ Տրամպը շատ լավ ստրատեգ է, մտածում է Գրենլանդիան վերցնեմ, Ալբերտան վերցնեմ, հələ չի ասում Ռուսաստանի ռեսուրսները վերցնեմ, բայց բոլոր աչքի դրա վրա է։ Ինչ են ուզում եվրոպացիք։ Եվրոպացիք ուզում են ուրախացան Ղրիմի իրադարձությունների վրա, մտածում են այնպես կանեն, որ Ռուսաստանը քայքայվի, արդյունքում կտիրապետեն Ուկրաինայի ռեսուրսներին 9.5 տրիլիոն, պլյուս Ռուսաստանը քաջողվի մասնատել։
Մենք ինչ արինք այդ ընթացքում, պաշտոնական հայկական իշխանությունը միացանք նրանց։ Սա չի կարող պատահել, անկեղծություն չբերի ռուսների մոտ։ Դրա համար նրանք շատ զգույշ են մեր նկատմամբ։ Այսօր Ամերիկան Վենեսուելայից հետո Վենեսուելան 15 տրիլիոն է, 15 տրիլիոն ռեսուրսն ավելացրել է, 40 էր Ամերիկան, դարձել է 55։ Ուզում է վերցնի Իրանը 26 տրիլիոն, 55 ուզում է դարձնի 81։ Բարեբախտաբար այս անգամ, կամ դժբախտաբար, չգիտեմ, իմ կարծիքով բարեբախտաբար, Չինաստանն ու Ռուսաստանը շտապ կարգով մի քանի ինքնաթիռ այդ նավատորմների դեմ կրվող հրթիռներ ուղարկեցին, ընդ որում այդ ուղարկվածից 3 հրթիռ հերիք էր, որպեսզի Աբրահամ Լինկոլն ավիակիրը գնաց Սովի հատակ։ Եվ Տրամպը մտածեց, ես ինչ եմ անում։ Հիմա ինչ ալնելու ապագայում, մեր նշանակությունը պակասելու է, մենք առանձնապես նշանակություն չունենք։ Հիմա այստեղ շատ հաճախ հայերն ասում են, մարդկային ռեսուրս, արհեստական ինտելեկտով էսենք, մենք առանց չկա տես բան։ Մենք առանձնատուկ ենք, հայ ենք, հայերեն ենք խոսում։ Մի առանձնատուկ են ես եմ, մի առանձնատուկ են դուք եք, մի առանձնատուկ, հետո ինչ։ Բերես ես սևին, կես տարի սովորացնում եք, կարողանում եք ծրագրավորում անել։ Եկեք ես բանի վրա հոպ չտանք։ Հիմա այն հասարակ հանգամքային ռեսուրսը ավելի էական է, քան թե ինչ-որ մոգոնած արհեստական ինտելեկտները։ Մի հատ նվիցիայի նման կամ ընկերություն զբաղվում էր, ես դիպսիկում եղել եմ Չինաստանում, Հանջոու քաղաքում, 30 հոգի տղա արեցին ավելի, քան թե 3 միլիոն ծրագրավորող Ամերիկայում։ Դա հնարավոր է։ Դա ոչ թե իրանք հանճարեղ էին այդ չինացիները, իհարկե ամեն մարդ բանը։ Դու կաղապատայի վաղ հայրն էլ կարողանան անել, որովհետև սկսում ես սովորում ես, եւ նրանք, որոնք զրոյից են սկսվում, երբեմն շատ ավելի մի անգամ զարգանում են, որովհետև նախկին բագաժը իրենց չի խանգարում։ Էսա։ Ինչպես անենք, որ Հայաստանը իր արժեքը բարձրացնի, այո, մեր կյանքով, այնա ճիշտ ասեց, մենք հետաքրքրություն չենք ներկայացնում։ Ուր է 15 միլիարդը, ուր է 500 միլիարդը։ Հասկանում եք։ Սա պիտի հասկանանք։ Ուրեմն մեկին 30 հարաբերությամբ ենք կռիվ տալիս Ադրբեջանի հետ։ Ուրեմն այնտեղ որտեղ մենք արժեք ունեինք, ասենք օրինակ նոր ռուսների հարաբերությամբ, ռուսները ընդհանրապես թքած ունեն 500 միլիարդի 15 միլիարդի վրա էլ։ Այնտեղ որտեղ արժեք ունենք, մենք այնտեղ ոչնչացնում ենք, գնում ենք այնտեղ որտեղ ոչ ոք մեզ չի ասում արժեք։ Ես չեմ ասում Ամերիկան ուզում Հայաստանը վերանա, բայց Ամերիկան չի պատրաստվում Հայաստանում տեղաբաշխալ զինված ուժեր, որ մեզ պահի։ Չի կարա։ Եվ ում դեմ պահի Թուրքիային, Թուրքիան 100 անգամ կամ Ադրբեջանը ավելի կարևոր է, քան թե Հայաստանը։ Կամ եկեք հասկանանք մի բան, Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների մեջ լիդերը աստիճանաբար սկսում է դառնալ Ադրբեջանը, ոչ թե Թուրքիան։ Եվ ամբիցիաները Ալիևի շատ մեծ են։ Հեշ-հեշ 500 միլիարդի ռեսուրս ունի, Թուրքիան դա չունի։ Մի հատ Բոսֆոր ունի, որտեղից բանը հավաքում անցնելուց։ Վերջերս ընդամենը 3 լուր տարածվեց, որ Ադրբեջանում սկսում են կառուցել ամենախոշոր ռազմական բազան, թուրքական, այսինքն 3 պետությանը պատկանող, շատ հետաքրքիր բան է։ Ինչ? Պակիստան։ Եվ Պակիստանը այնտեղ դնում է միջուկային զենք։ Մի հատ մտածեք ում դեմ է միջուկային զենքը, մեր դեմ չի։ Մեզ միջուկային հարվածով չեն խփել, մեր տարածքի իրենց պետք է։ Հասկանում եք։ Դա Ռուսաստանի դեմ է։ Կամ էլ ծայրահեղ դեպքում Իրանի։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Սա փոխում է ամբողջ քաղաքի կանոնները։ Եվ մենք ստիպված ենք, որ շատերի դուրս չի գալի, հիմա մենք ձև ենք, մենք ուզում ենք անկախություն, բայց ինչքան էլ ուզում ենք անկախություն տարեք, մենք ստիպված ենք մտածելու, ինչպես կարելի է ավելի սերտ դաշնակցել Ռուսաստանի հետ կամ Իրանի հետ։ Ամերիկան կան, եկեք Ամերիկանը չի մոգնել բանը, մոդուլային կայան, որպես մենք ատոմակայանը փակենք։ Ինքը ոչ մի մոդուլային կայան դեռ չունի, կարող աստեղծի մեծ երկիր, կարող այսօր մենք խոսում ենք հաջորդ նիստին ասենք արդեն ունի, բայց ինքը չունի, ինքը կարիք չունի ժողովուրդ ջան, մոդուլային կայան Երևան ինչ եք տանում, ասենք եթե Քյավառ լույս չկա, տանում եք Քյավառ մոդուլային կայան տակ, հենակ էլեկտրոցանցերով կարելի դրեք Երևանում ընդեղ կտանեք։ Մոդուլային կայան մի հատ շահագործում է այսօր Կանադան, մի հատ Ռուսաստանը, երկու հատ Չինաստանը։ Չինաստանը տարը դրել է այն անապատների մեջ, այնտեղ երկու հատ մեծ անապատ կա, գոբիտակլամական անապատը, այդ արտադրում է էլեկտրաէներգիան տեղում, որտեղ չի ուզում հազարավոր կիլոմետրով կաբելներ գցի, բաներից հոսանք տան այնտեղ։ Այս հեքիաթը մոգոնել է, ես պիտի խնդրեմ, որ ընդդիմությունը եւ որ ռաստ է գալի այսպիսի թեզերի իշխանության կողմից, ճիշտ պատասխանը բլեֆ է այս բոլորը։
չի կառուցելու, չի դիվենս ինչ էլ ստորագրի չի անելու, որտեղ անիմաստ է դա։ Ամերիկացին անիմաստ տեղը $1 անգամ չի ծախսի։ Աննարին բան է դա։ Հիմա ինչ պիտի մենք անենք։ Ոնց անենք, մեր արժեքը բարձրացնենք։ Նախ քաղաքական ձևով Հայաստանի ներսում, եթե տեսնեն մի ուժ, որը դուրս է գալիս այս իշխանության դեմ, կպաշտպանեն։ Այդպեսի ուժ Հայաստանում այսօր չկա, վաղն էլ չեն լինելու։ Բայց կան ուժեր, որոնք եթե միավորվեն, կարան այդ ուժը ստեղծեն, գերակշռել։ Եթե խոսում եք, խոսեք սրանից։ Հիմա առաջին պայմանը նման կարգի ուժ կամ փուլ ստեղծելու համար, գիտեք, վարկային տերմին կա, բանկային փուլ, վարկերի փուլ ստեղծելու համար պետք է հասկանանք, քանի քաղաքական ուժ են պատրաստ հայտարարելու, որ իրանք առաջիկա ընտրություններում անհետբարորեն ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Հենց այդպես, ոչ թե ասել մենք ընդդիմություն ենք։ Երկրորդ, այդ բանը հայտարարելուց հետո ենթադրենք այդպիսի գտանք 6 ուժ, 9 ուժ կամ 12 ուժ։ Այդ ուժերին ինչպես միավորենք, գնում ես խոսում ես, ես փորձել եմ դա։ Չեն ասում միավորվել։ Բայց կա հետևյալը, կարող է ուզենաք մի հատ փուլի մեջ մտնեք։ Են գիտեք մարկեր կա է կանաչ կամ դեղին են, որ կարդում ես տեքստը կանաչ մարկերով գծում ես, որ ժողովուրդը, այ օրինակ հասարակ մարդիկ, մեկն ես, որ գնամ ընտրելուց ասեմ այսի փուլի անդամ է։ Կարող է այս մարդը հանդես կա, ասենք խոսքի օրինակ, իմ վրա են վերցում ազատություն, կուսակցություն, ընդդիմադիր փուլի անդամ։ Ցույց տվեք այս ժողովրդին ում ընտրի, որ փրկվի։ Չի հասկանում։ Ինձ օրինակ այսօր հարգում են։ Երբեք ինչ չեն առամարում որևէ լսարանում։ Ալի տնտեսական հարցը լինի, բայց էդի քիչ է։ Ցույց տվեք բևեռը, այդ բևեռը կկրի։ Մի մտածեք, Ամերիկան սենց արես, այո, ճիշտ եք ասում, Արևմտյան Ադրբեջան էլ կասի, ես ես ավելին ասեմ, 89 թվականի մարտահամարով 165,000-ը դարել էր 85,000, ասեմ ձեզ, 7-րդ մարտահամարի ժամանակ։ Բայց այդ բոլորը գրոշի արժեք ունի, միթե մենք չենք շփվել եվրոպացիների հետ, միթե չենք տեսել եվրոպացիներին, որոնք ասում են, հորա հերիքը լացեք արա, հլը ձեզ մի բան ներկայացեք, նոր լացեք։ Տեսել ենք, չէ։ Նույնիսկ հանձնաժողովի նախագահ եղել եվրանեստիկ շրջանակներում, այ ախպեր ջան։ Այդ ահագին եվրոպացի դեպուտատներ մեզ էին լսում Եվրոպարլամենտի, բայց դա նշանակություն չունի։ Եվ սա ես համարում եմ ամենակարևոր խնդիրը, ամենակարևորը։ Ես կարամ հազարատ ելույթ ունենամ, գիրք էին գրել, ասում ենք ես արձակվեմ Վենեսուելայի վրա, գիրքը հրապարակվեց եւ կամս հետո արձակվավ։ Այդտեղ փաստա չէ։ Բայց դա ինչ գրոշի նշանակություն է ամեն ինչը։ Խոսալու համար, թե մենք խելոք ենք, կարանք սեն նրանք էլ ստացվում որ մեզից խելոք են։ Ի վերջո ում տարածքներն է պակասում Հայաստանի, ում տարածքներն ավելանում Ադրբեջանի, ով աստեղ հաղթող Ադրբեջանը։ Եվ ես կուզենայի, որ մենք իսկապես մտածեինք այս ուղղությամբ, ես կոչ կանեի բոլորիդ հարցադրում արեք։ Նախ բարի լինենք արտահայտվելու, ելնելու ասելու, մենք անեք բարերեն, դեմ ենք Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ նա պետք է հեռանա իշխանությունից։ Այդ բոլորից հետո ախպեր, կարանք 6 հոգի հայտարարենք, 7 հոգի, փորձենք մի հատ միավորվել, լավ չենք միավորվում, ամեն մեկս բեսանտ ամբիցիա ունի, հա, բայց ես ես առաջարկում եմ տարբերակ։ Ընդդիմադիր փուլ ստեղծենք, ամեն մեկս թող առանձին մասնակցի, բայց ընդդիմադիր փուլի անդամ դառնա։ Ես ունենա այդպես ամբիցիաներ չունեմ։ Եթե պետք է ես կարող չմասնակցեմ էլ, թեկուզ այդ 1-2% կամ 3% պիտի վերցենք, ասենց են հաշվում ստանդարտ 2.5%, երբևիցե մենք վերցել ենք առանձին, դե 2.5%-ը ի վերջո վերջում գնում հասնում է ում, Նիկոլին, ում է պետք է դի, հելա հիմա պահանջվում է, եթե մենակ ես 4, եթե դաշինք ես 8%, տենց է չէ, 8%, հա, ես լավ չեմ հիշում էլ, իրենց մի հատ մաթեմատիկա, այնտեղ չեմ մի հատ ածանցյալ գրեն, սրա ածանցյալը հաշվել, հա, 2 հոգով, 1-ը 4, 6, 8, հա, 8, 3 հոգով, 8-3 հոգով, հա, ես պետք է խնդրեի, որ մենք սրա վրա ուշադրություն դարձնենք, այստեղ է փրկությունը մեր մեջ է, ոնց է պատճառը, որ մենք կարող խելոք խոսենք, ես տեսնում շատ խելոք մարդ է կարող, նոր խոսեց, ասենք մի քանի թվեր 897-ի բանի, ամեն անգամ ամեն մեկից էլ մի բան սովորում ես, բայց դա ինչ է տալու, ասենք վերջում էլ եկանք, ադրբեջանցիք մեզ գրավեցին, սկսեցին կոտորել կամ չկոտորել, սկի չեն էլ կոտորել, լայաղել չեն ալի կոտորել,
հա, իսկ չեն էլ կոտորի։ Հետո մենք էլ ասենք զատում ենք խելոքին։ Ինչ կա դրա մեջ։ Հերիք չի այս բանը ջուրը անդադ մենք մտնենք, պարտվենք, դրա համար ես պիտի կոչ անեի, որ ամեն մարդ ինչ-որ քաղաքական ուժին առնչվում է, այդ քաղաքական ուժը իրան հաշիվ տար։ Ես քիչ եմ համարում այս կամ այն ուժերի միավորումը։ Ես ամենակարևոր խնդիրը համարում եմ, այդ որ ստեղծել եք այդ քաղաքական միավորը, գոնե հայտարարեք, որ դեմ եք։ Որ թող ժողովուրդն հասկանա ով է դեմ, ով է կողմ։ Այս ժողովուրդն էլ հեշտությամբ մենք հեշտ ժողովուրդ չունենք։ Ես այն մարդը չեմ, դու գիտես իմ խայսը, դա արա։ Դու կնստեք, օրինակ աղա մեկ ուրիշ ասում էր, գեղեցիկ, խելացի, կրթված, կուլտուրական ժողովուրդը, ես այդպես բաների վրա այդ ինձ համար հաշիվ չի։ Ինչ կապ ունի, եթե դա տանում է պարտության։ Հասկանում եք։ Ինչ կապ ունի, ինչով ենք կայֆ ստանում, որ մենք խելոք ենք։ Հենա, մեր երեխեքը ես ինքս դասավանդում եմ, ես տեսնում եմ, ավարտում է կուրսը ամեն ստանդարտ 55 հոգի, 55-ից 15 հրաշալ երեխեք են, 15-ից 14 անպայման գնում են արտասահման։ Այդ գիտեմ, այն օրը ռեկտորին կամ միսներին ասում եմ, խենք ֆինանսավորում եվրոպական պետությունների էկոնոմիկան, եւ որ Եվրոպա գնացած մեր ուսանողը միջի մակարդակով բարձր իրանց ամենաբարձրագույն բուհերի ուսանողից։ Գրոշի արժեք։ Կամ այն օրը եվրոպացիք եկել են, ասում են սուբսիդավորում ենք ձեզ, կամ մենք սուբսիդավորում ենք Ուկրաինային։ Ուկրաինայից տարեկան 1 միլիոն կրթված երեխա էինք ստանում։ Ասում են դրանց արժեքը հաշվում եք, որ դրանց արժեքը հաշվում դուք պարտք եք արդեն Ուկրաինային։ Հələ մինչև 22 թվականի պատերազմը 40 միլիարդ դոլար եք պարտք իրանց։ Հաշվում եք այդ արժեքը։ Մեզ էլ է պարտք։ Կամ Ռուսաստանը, որ մեկ ռուսերն էլ կան չափազանցնակ չէ, բա որ այսքան գնում է։ Դրա վրա մենք փող ենք ծախսել։ Ավելի Ռուսաստան գնացածները տունը ծախում են, փողը հետները տանում են։ Եվ որ տրանսֆերտները բերում են, թե մենք 5 միլիարդ եք խոհարկում, դուք երկում ես, ասում եմ, այդ երկուսի վրա ավելացրեք այս տները եւ երեխեքի ուսուցման փողը, որի վրա դուք փող չեք ծախսում։ Եվ դրանից հետո ոնց որ ասում են, բաբուշկա надо вы сказала, ով ում ֆինանսավորում։ Հասկանում եք, հա? Ինչ է, ոնց հայրում ոնց է։ Բաբուշկա, դա չգիտեմ։ Հիմա չգիտեմ այդպես։ Այս կոնֆերանսի ամենահետաքրքիր մոմենտը, որ ես տեսա օրակարգը, բան է, մտագրող բառը, հա, դու իր մոգոներ, մալատես, գնա, հերթական գյուտը, ես ճիշտ է brainstorming-ն, հա, brainstorming, հիմա ես ուզում եմ ասել, որ մեր հիմնական նպատակը սա պիտի լինի, եղբայր, այս հասարակ աշխատանքը, թողեք Ամերիկա, Ռուսաստան, Իրան, Ֆրանսիա, Եվրոպա, մեր խելքի բանը չի, մենք փոքր մարդիկ ենք մեր տեղում, թողեք եւ նստեք ասեք, դուք ընդդիմություն եք, ընդդիմություն չեք, մենք եւ երկրորդը ինչ եք համաձայն անել, լավ ուզում եք առանձին մասնակցել, ցավը տանեմ, մասնակցի, բայց ինչ ես համաձայն անել ընդհանուր, ուրիշ բան չկա, մնացած բոլորը ջուր ծեծոցի է, շնորհակալություն։